Հանգիստ պառկած սենյակում պատից կախված կատուն, ուզում եմ նկարել ավելի մեծ ու ավելի շքեղ տուն, ինչպես մեջքից տատուն կամ կործանիչ մի սուր, մետաղյա սեղմված ծավալ մասսա ու էություն, գտնել քեզով կորցրելա այն ինչը չի փնտրել կյանքում, իմ մեջ թե իրեն շրջապատող ես աշխարհում, որտեղ կա բուն, նանա ու նոր քաղաք կանաչ թարխուն, ու գույներ այնտեղ, որտեղ սովորական երանգյուն, կարմիր կապույտ թևեր սպիտակ, որ կօգնեն մեզ թրջել, ինչպես նա ով չունի վախ երկրորդը լինել, այսինքն առաջինը ով պարտվեց, բրոնզից կաթսա ու աշտարակ, առանց անուն ազգանուն, թե ուղղակի կեղծանում, կակավը տեսել մի զույգ մաշված աչքեր ու ոտքեր, գնդակ որ չի բռնել գողին բախվելու պատճառով, արագության կոտորակ, թե փոխված մի արագացում, հասցեն ազատության ու հորը տարանքում, ժամանակը կանգնած ժամացույց, որ չունի սլակ, պատին նկարած արև, բայց ներսումը սառնամանիք ու տակ, այդ նույն կատունն էլի նայում է, բայց արդեն ուրիշ աչքով, որ հասցենք գտնելն անհնար է, նույնիսկ բացատրած բառով, երանգյունուց դուրս եկած գիծ, որ դարձել է անվերջություն, մի սանտիմետր հեռու, բայց թվում է մեծ բացակայություն, այնտեղ ու թարխունի հոտը խառնվում է բետոնի հոտին, որ առաջինը պարտվեց, բայց դեռ հավատարիմ է իր լոտին, կեղծանունը դիմակ է, որ սկսել է դեմքիդ կպչել, ավելի հեշտ է սողալ, քան թե սպիտակ թևերով թրջել, բրոզից կաթսան հիմա լցված է անձրևի սառը ջրով ու աշտարակը կախված է միայն մի բարակ մետաղյա լարով, ազատության ու հորը տարանքում կորած մի հատված, որ արագացումը զրո է ու հոգիդ արդեն հոգնած, գնդակը կանգնել է հենց այդ գծի վրա առանց շարժում, էս է ամբողջ կյանքդ, մի սխալ կամ ուղղակի անդրադարձում։